Կառավարությունն այսօրվա փակ գաղտնի նիստում հիմնական քննարկման առարկա է դարձրել սիրիահայերի հարցը։ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նիստից հետո լրագրողներին հայտնել է, որ վարչապետը տարբեր գերատեսչությունների հանձնարարականներ է տվել, որոնց արդյունքները կերևան առաջիկայում։ Կառավարությունն առաջիկա օրերին կանդրադառնա հանձնարարականներին ու այս հարցի շուրջ կայացված իր որոշմանը։ Մինչ կառավարությունը սիրիահայերի հարցն էր քննարկում, դրսում կառավարության շենքի առջև սիրիահայերի խնդիրներին էր անդրադառնում Հայազն միությունը։ Միությունը Հայաստանի կառավարությունից պահանջում է հայրենադարձության մասին հատուկ ծրագիր մշակել, որպեսզի հնարավոր լինի սատարել այլ երկրներից հայրենիք եկածներին։ Միության անդամները կառավարությանը մեղադրում են հայրենակիցներին պատշաճ չընդունելու համար, առաջարկելով նպաստել Սիրիայից թռիչքների քանակի ավելացման ու տոմսերի գնի նվազեցմանը։ Դավիթ Խոսրովյանն ասում է, որ կառավարությունը սիրիահայերի տեղափոխման հարցը լուծելու գործում պարտավոր է միջամտել ավիաընկերությունների գործունեությանը։ Բազմաթիվ հայ ընտանիքներ հայրենիք վերադառնալու կամահայտնություն ունեն, սակայն հայրենի իշխանությունները այդ առումով գործնական հաստորեն ոչ մի քայլ չեն ձեռնարկել։ Միության անդամները նամակներ էին պատրաստել ինչպես վարչապետի, այնպես էլ Սփյուռքի ու արտաքին գործերի նախարարների համար։ Կառավարության շենքից նրանք ու սիրիահայերը երթով շարժվեցին սկզբում Սփյուռքի, հետո արտաքին գործերի նախարարություններ, մինչ այս նրանք հրապարակեցին իրենց նամակը։ Այսօր Սիրիայից ժամանող մեր հայրենակիցներն արդեն բախվում են այդ անպատրաստությանը եւ չկամությանը։ Հայաստանի Հանրապետության կառավարությունից պահանջում ենք մշակել բոլոր երկրների հայրենադարձության ընդհանուր եւ ընդարձակ ծրագիր, վտանգավոր շրջաններից հայրենադարձությունը կազմակերպել արագացրած ձևով, սպասելով ճգնաժամի խորացմանը։ Սիրիայի ժողովուրդը մեր գործերը այնտեղ են, ասենք որ բիզնես է կամ աշխատել է։ Երբ որ մենք ուկանք ստեղ, աստեղ ոչ գնանք թիրուն ծևով բիզնեսը բանալ, ոչ այդ թիրուն ծևով մեր արհեստը օգտագործել։ Հիմնականում ավելի լավ գլա թե պետությունը, այսինքն Հայաստանի Հանրապետությունը մեզ օգնի քոնե դունի կերպով եւ քոնե կորձի կերպով։ Ադի արդեն բաժար գլա ոչ թե միան մեր սիրիահայերը աստեղ լավ ապրենք, այլ նաեւ Հայաստանի օգուտ գլա։ Անդրանիկը եւս ինչպես այլ սիրիահայեր անդրադառնում է այդ երկրի իշխանությունների վերաբերմունքին հայկական համայնքի նկատմամբ եւ ընդգծում, որ Սիրիայի իշխանությունները խաղաղ բնակչության վրա կրակ չեն բացում։ Ուրեմն չեմ գիտեր թե լուրերը ինչպես կհասնի Հայաստան այլ եվրոպական գայանների միջոցով։ Իրենք ասեն թե սուրիական զորքը կվնասի որ Սուրիայի ազգին, բայց ոչ ինքն իրականում այդպես չէ։ Մենք արդեն մեկ տարի այդտեղ եղել ենք շրջանին։ Ինչ որ ներքին զորքեր կա, որ գուզե որ ասենք երկիրը քանթել իր գրոնական քաղաքարի համար ինքն է որ կխփե ժողովրդին եւ կվնասի մեր ժողովրդին։ Մեր հիմնական նպատակն է որ քոնե ժամանակավորապես մեր հայերը հավաքվեն այստեղ Հայաստանի մեջ մինչև որ մեր կովի խնդիրները լուծվի։ Ինքը շատ վտանգավոր հարցում է, որ նախագահային մոդերեն էր մեր ծվողները, բայց անոր փոխանորդը դեղեցրին, նա ինքը մանչվիլա։ Իրենց խնդիրների համար կազմակերպված երթին մասնակցող սիրիահայերը հույս ունեն, որ Սիրիայում իրավիճակը կբարելավվի ու իրենք կվերադառնան հարազատ բնակավայրը։ Սիրիայի խնդիրներով կառավարությունում զբաղվում են մի քանի գերատեսչություն՝ միգրացիոն ծառայությունը, Սփյուռքի նախարարությունն ու ոստիկանությունը։ Դատական փորձագետների եւ իրավագետների ասոցիացիայի նախագահ Լյուդվիգ Դավթյանն Ազատություն ռադիոկայանի զրույցում անդրադառնում է օտարերկրյա քաղաքացիների, այդ թվում եւ սիրիահայերի խնդիրներին։ Դավթյանի կարծիքով նրանք ծանոթ չլինելով տեղի իրավիճակին շատ խնդիրների են բախվում։ Չկա մի կառույց, որը իրավական աջակցություն ցուցաբերի օտարերկրացիներին, նշում է Դավթյանը։ Այս նպատակով էլ արդեն մեկ ամիս է նրանք իրականացնում են միգրանտների միջսահմանային իրավունքների պաշտպանությունը Հայաստանում ծրագիրը։ Հենց այդ անհրաժեշտությունից ելնելով որ մենք այս ծրագիրը նախատեսել ենք ու նախագծել ենք ու մեր կազմակերպության առաքելությունը այս բանին հենց դա է, որպեսզի ընդեղից եկողը իմանա, որ կա այսպիսի կենտրոն, որին կարող են դիմել ու գոնե իրավական ու տեղեկատվական օժանդակություն ստանալ։ Հայաստանի քաղաքացի դառնալու համար այս տարվա առաջին կեսին ոստիկանություն է դիմել ավելի քան 3000 Սիրիայի քաղաքացի, որոնց զգալի մասը սիրիահայեր են։ Սա գրեթե նույնքան է, որքան 2011 թվականի ընթացքում դիմողների թիվն էր։